Նինոսմինդայում աշնանացանի մի մասն է կազմում սխտորը։ Տարվա ժամանակահատվածում նինոսմինդացին հողին է հանձնում վերոնշյալ բույսի պճեղները։ Ինչպիսի օգտակար հատկանիշներով է այն օժտված մեր մունիցիպալիտետում գիտեն բոլորը։ Օգտագործում են մեծից փոքրը, ցանում ու մշակում տնամերձերում։ Սխտորը դա բնական անտիբիոտիկ է։ Բնական անտիբիոտիկը գարեթե բոլոր հիվանդություններին նա օգնում է բուժելու համար։ Ես օրինակ ինքս կօգտագործեմ սխտորը եւ փառք Աստծո բաշխի կարգ չեմ, ազգա բաշխի չեմ գնաց, եղել եմ 67 տարեկան։ Եվ խորհուրդ կտամ մեր բնակիչներին, մեր նինոսմինդայի բնակիչներին, որ շատ օգտագործեն սխտոր, որովհետեւ հիվանդություններից զերծ մնան։ Ես միշտ կօգտագործեմ եւ փառք Աստծո ամեն ինչ լավ է։ Ես բաշխի կարգ չեմ ազգացել։ Սխտորը ես ցանեմ գաշունքը, ու հետո մինչև հունիսին երևի հավաքենք արդեն, точно չեմ հիշել ժամանակները, բայց սխտորը շատ օգտակար բան է եւ բնական ամենալավ անտիբիոտիկն է, խորհուրդ կտամ որ ապտեկներում շատ չդիմեն, սխտորը շատ օգտագործեն։ Սխտորը բոլոր ճաշատեսնակների մեջ է լավ է, ինչպես վերասի մեր եղբայրները միշտ գարեթե լուբոյ ճաշատեսնակի մեջ սխտոր օգտագործեն, ես խորհուրդ կտամ որ մեր տանդեսուինները սխտոր օգտագործեն բոլոր ճաշատեսակների մեջ, որովհետև ինքը շատ օգտակար է։ Չնայած իր տհաճ հոտի, սխտորը յուրահատուկ է խոհանոցում։ Նրանով համեմված ճաշատեսակներն ունեն ինչպես բարձր համային, այնպես էլ օգտակար հատկանիշներ։ Ինչպես իր խոսքում նշեց 91-ամյա Կլիմենտ Վարդանյանը, չեն օգտագործում միայն խոսակցին տհաճություն չպատճառելու համար, քանի որ սխտորի հոտը սուր է ու պահպանվում է շատ երկար։ Նույն սխտորի մասին գիտեք առաջերտին որ սխտորը բակտերիոցիդ հատկություն ունի, բակտերիաները ոչնչացնելու։ Բակտերիոցիդ նշանակում է բակտերիաները ոչնչացնել։ Այդ համար ժողովուրդը շատ ունց է ամենաշատ շուտ այդ նյութերեն օգտագործել է սխտորը, որովհետև առողջության նշան է։ Վիգել գիտես ինչ է շուտ բանեն, աշունքը ցանեն։ Կանան գալող էմալա գործերը շատ էր, ցանկերը շատ էր։ Իսկ աշունքը ցանեն որը չի փչանա։ Ձանին տագանա, սարեգն է, եւ կոնցենտրացիան, իրեն կոնցենտրացիան բարձր է։ Չի սարի, սխտորը շանգուրս ձամերը թող ձանին տագը չի սարի։ Միա կուլտուրաներով չի սարի, այդ համար է աշունքը ցանելով նախ չի սարի մեմե որ գործերը առաջ անգնի։ Կանան գալող շատ ուրիշ գործեր գալի, այդ քեր գալի։ Քեր կինին, ակին ժամանակ քեր կինին, մեմե կան սխտոր փորել է, կոգել է, ցանել է, վարանգոցել է բան։ Սխտորը ամեն ինչուն է օգտագործել, ամեն ինչու կանես օգտագործել։ Դա ջեբը տանես պետք ինքան լավալի մարդիկ բոլորը սխտորը ջեբերում դանին, ջեբերում մեջ պետք է։ Շատ լավ է։ Առաջերտից այսօր նա բակտերիոցիդ հատկություն ունի։ Բակտերիաները չեն մոդենալ սխտորին։ Միակ կուլտուրան է որ ոչ մի բակտերիա չի մոդենա։ Սխտորին է սոխինը մոդենա։ Միգել կուլտուրաներում, բայց սխտորին չի գնա։ Սխտորը շատ ուժեղ է։ Լավ կուլտուրա է, ամենալավ կուլտուրաները սխտորն ամենալավ։ Շենք հացազգիներին բացի, ծորեն է, բերինձ է, գարիերոնց են բացի, սխտորը բոլորից լավն է։ Վրացական խոհանոցի զարդ համարվող սխտորը Նինոսմինդայում արդեն հանձնվել է հողին։ Նշենք նաև այն, որ սխտորը միշտ ունեցել է բարձր արժեք ու մեծ պահանջարկ շահառուի կողմից։